Երգիչ Անդրեան, նրա անձնական կյանքը և գործունեությունը տարիներ շարունակ քննարկվել են հանրության կողմից, սակայն վերջին տարիներին կարծես թե Անդրեի անձնական կյանքը ամենաշատ քննարկվողն է եղել համացանցում։ Երգիչը անակնկալ կերպով հայտնեց ամուսնության, ապա երեխա ունենալու մասին, որից կարճ ժամանակ անց նրա կինը հանդես եկավ սկանդալային հրապարակումով, նշելով, որ ինքը բռնության և դաժանության է ենթարկվել իր ամուսնական կյանքում։ Անդրեն այս ամենը հերքեց, նրանց գործը գտնվում է դատարանում։ Ժամեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկնարկեց Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունը, որին ներկա է գտնվել նաև երգիչ Անդրեն։ Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ երգիչ Անդրեի կողքին գեղեցկուհի կին է։ Այս կադրերը քննարկման առիթ են հանդիսացել։ Շատերը ցանկանում են ճշտել, թե ով է այս կինը, ով գտնվում է Անդրեի կողքին։ Արդյոք նա երգչի նոր սիրելին է, սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն վերջիններս պարզապես միմյանց հետ ընկերական հարաբերությունների մեջ են և նրանց մեջ չկա որևէ սիրային կապ։ Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Անի Օհանյանի ծննդյան տարեդարձն է։ Վերջինս հրապարակումով էր հանդես եկել, շնորհակալություն հայտնելով իր ծնողներին իր ունեցած կյանքի համար։ Վերջինս նշել էր, որ շնորհակալ է Աստծուն այս զարմանահրաշ աշխարհում իրեն տրված յուրաքանչյուր պահի համար։ Շնորհակալություն էր հայտնում դստերը և նշում էր, որ երջանիկ է նրանով։ Ավելի ուշ Անիի հայրը Հրաչյա Օհանյանը հրապարակում է արել դստեր մասնակցությամբ Happy Birthday գրել է Հրաչյան։ Անի Օհանյանը հրապարակմանը պատասխանել է ջերմ էմոջիներ հրապարակելով։ Մենք ներկայացնում ենք երգչուհի Անի Օհանյանի հայրիկի ինստագրամյան հարթակում հրապարակված լուսանկարները, որտեղ երևում է, որ հայրիկը Անիի հետ մի քանի լուսանկարներ է հրապարակել։ Կադրում երևում է նաև մի կին, ով ասես Անիի տատիկն է։ Մեր աչքից չի վրիպել, որ լուսանկարներում բացակայում է Անի Օհանյանի մայրը։ Հիշեցնենք, որ Անդրեն դստեր մասնակցությամբ արխիվային կադրեր էր հրապարակել ու այդպիսով նշել, որ աշխարհում նշվում է հայրերի օրը։ Զ տեղել է արխիվային մի շարք կադրեր տեսանյութին կից, երգիչը գրել է. «Աղջիկս, դու ես պատճառը, որ այսօր իմ տոնն է։ Դու միշտ կմնաս իմ փոքրիկ աղջիկը, անկախ տարիներից, հեռավորությունից կամ կյանքի իրադարձություններից։ Քանի դեռ շնչում եմ, կողքիդ եմ»։ Հրապարակմանը կից գրել է Անդրեն, ներկայացնելով դստեր մասին տեսանյութ նրա ծննդյան առաջին օրից մինչ օրս։ Կադրերը առանց մեկնաբանության։ Երգիչ Անդրեի և նրա նախկին կնոջ Անի Օհանյանի մասին հրապարակումները համացանցում չեն դադարում։ Վերջին շրջանում, սակայն, մամուլում առավել շատ հայտնվում են նրանց դստեր Եվայի մասնակցությամբ հրապարակումները, որոնք առավել շատ արվում են փոքրիկի մայրիկի Անիի կողմից։ Հերթական անգամ Անին հրապարակել է կեսգիշերին դստեր կատարումը, որն էլ չի թողել մայրիկին քնել։ Օրեր առաջ էլ ներկայացրել էինք, թե ինչպես էր փոքրիկ Եվան մայրիկի հետ երգում և խաղում։ Շատերն էին ապշած նրա ձայնային հիանալի տվյալներով։
Վերջին մի քանի ամիսների ընթացքում համացանցում ամենաշատ քննարկվող թեման երգիչ Անդրեի և կնոջ Անի Օհանյանի բաժանման լուրերը, այնուհետև իրադարձությունների սկանդալային զարգացումներն էին։ Կայքերում տարեսկզբին բացառիկ կերպով լուրեր հայտնվեցին, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը ամուսնալուծվել են։ Այս նյութերից հետո ողջ համացանցն ամիսներ շարունակ քննարկում էր զույգի ամուսնալուծության թեման, մինչ այն պահը, երբ Անին հանդես եկավ սկանդալային հրապարակումով, խոսելով բռնության ենթարկվելու մասին։ Նախքան այս զույգերից ոչ մեկը, ոչ մյուսը չէր խոսում համացանցում ակտիվորեն տարածվող և քննարկվող իրենց ամուսնալուծության մասին լուրերին։ Նշենք, որ Անին հետևյալ գրառումն էր արել. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։ Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստությունով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա և կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ, դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ է հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Բռնությունը չունի արդարացում։ Գրել էր Անի Օհանյանը ինստագրամյան իր էջում։ Սրանից հետո տարատեսակ լուրեր էին պտտվում այն մասին, որ Անին օգտագործում է իր ԱՄՆ-ում գտնվելը, նա ցանկանում է քարկոծել ամուսնուն, ով ժամանել էր Հայաստան և մասնակցում էր Հայ սուպերստար նախագծին որպես ժյուրի։ Շատերը կոչ արեցին Անիին ամուր լինել, հանուն իր դստերը, ամուր կանգնել, շատերն ասացին, որ դեմ են բռնությանը։ Այդ հայտնիներից մեկը Արուս Տիգրանյանն էր, ով խոսեց հետևյալն ասելով. «Ցանկացած բռնություն չունի արդարացում»։